Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1582-րդ օրն է։ Այսօր մենք շատ հետաքրքիր թողարկում ունենք, կան հաճելի նորություններ ուկրաինական բանակի գործողությունների եւ ռազմաճակատում փոփոխությունների վերաբերյալ։ Քանի դեռ Ուկրաինան պլանաչափորեն ոչնչացնում է օկուպանտ երկրի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներն ու լոգիստիկան, Կրեմլում շփոթմունք է տիրում։ Մի կողմից իրենց բնակչությանը հանգստացնելու եւ տպավորիչ կադրեր ապահովելու համար նրանք ցանկանում են նորից զանգվածային հարված հասցնել Կիևին եւ Ուկրաինայի այլ քաղաքներին, ինչը այս օրերին տարբեր ռեգիոններում մենք տեսնում ենք։ Մյուս կողմից Ռուսաստանում ունեն վախ, որ դրանից հետո ուկրաինական հարվածները չեն պակասի, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները չեն ավելանա։ Տեղեկություններ կան, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածներից հետո Ռուսաստանը սկսել է հոբ միջոցները տեղափոխել ռազմաճակատից դեպի մայրաքաղաք։ Նմանատիպ նորություններով հանդես են եկել ինչպես իրենց ազատ անվանող ռուսական ալիքները, այնպես էլ բրիտանական տելեգրաֆը։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, պատերազմի սցենարը նորից կփոխվի։ Ի տարբերություն Կրեմլի, մենք հանուն տեսարանի չենք պատերազմում, այլ հանուն մեր երկրի ազատագրման եւ խաղաղության։ Մեր ուկրաինական բանակը մեթոդաբար ոչնչացնում է ագրեսոր երկրի մեր դեմ պատերազմ վարելու հնարավորությունները, եւ եթե հոբ միջոցները ռուսական ել ավելի պակաս են մարտի դաշտից, ապա դա նշանակում է իրենց համար շատ ավելի ծանր իրավիճակ։ Իդեպ օկուպանտների լոգիստիկան կտրելը արդեն տալիս է իր պտուղները, հակառակորդը սկսել է հեռանալ Կինբուրնյան հրվանդանի Կինբուրնսկայա կասա, եթե հիշում եք, այս թեմային անդրադարձել ենք այս շրջանի դիրքերից, ինչը բնորոշվում է ռազմական վերահսկողության ամբողջական փոփոխությամբ։ Լոգիստիկ ուղիների ոչնչացման պատճառով ռուսական զորքերը սկսել են զանգվածաբար տարհանվել այդ պլացդարմից, եւ սա ռազմաճակատի միակ հատվածը չէ։ Եթե հիշում եք, ես իմ եթերում անդրադարձա եւ ասացի, որ այս տեղամասը շատ կարեւոր է, որպեսզի նավագնացությունը վերականգնվի դեպի Նիկոլաևի նավահանգիստներ։ Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին բավականին ծիծաղելի են թվում Դոնեցկի մարզի Կոնստանտինովկան գրավելու ռուսական բանակի ջիքերը, երբ ամեն ինչ փուլ է գալիս, Ռուսաստանի ռազմական մեքենան արդեն ակնհայտորեն այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար թվալ, իսկ Կոնստանտինովկայի շրջանում գործողությունները նմանվում են գլուխը կորցրած հավի վազքի։ Գիտնականները ավելի ստույգ կենսաբանները գիտեն, որ գլուխը կորցրած թռչնի մարմնում դեռ մի քանի րոպե կյանք է պահպանվում։ Դե տեսնենք, թե ինչ կլինի հետո, արդյոք Պուտինին եւ իր թիմին կհաջողվի նոր գլուխ աճեցնել իրենց հավի համար։ Մնացած բոլոր դեպքերում ռազմաճակատում մարտական գործողությունների հետագա վարումը պարզապես կրկեսային արվեստի ժանրից է ռուսական կողմից։ Իսկ թե որքան հմուտ կրկեսի դերասաններ են ռուսական զինվորները, մեր լսարանը կարող է շուրջօրյա ռեժիմով հետևել մեր տելեգրամյան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Այդ ընթացքում Եվրոպան կանաչ լույս է վառում Ուկրաինայի կողմից Բելարուսին հարվածներ հասցնելու համար, ինչը Կրեմլում իսկական հիստերիա է առաջացրել։ Բելարուսը օգնում է Ռուսաստանին պատերազմ վարել Ուկրաինայի դեմ, հետևաբար ուկրաինացիները ունեն ինքնապաշտպանության իրավունք, այսպես է իրավիճակը մեկնաբանել Եվրոհանձնաժողովի մամուլի քարտուղար Անիտա Հիփերը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջին Բելարուսի տարածքից հեռացնել ռետրանսլյատորները, որոնք օգնում են ռուսական դրոններին։ Հիփերի խոսքով Բելարուսն արդեն բազմիցս սադրիչ գործողություններ է իրականացրել Եվրոմիության նկատմամբ, բացի այդ Մինսկը օգտագործել է միգրացիոն ճգնաժամը եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Զգում եք, չէ, ինչպես է տարբերվում եվրոպական քաղաքականությունը Ամերիկայից։ Ի պատասխան Եվրոմիությունից հայտարարությանը Ռուսաստան կոչվող պսևդոկայսրության խոսող գլուխը փորձեց սպառնալ իբր կկիրառի բոլոր գործիքները Բելարուսին պաշտպանելու համար։ Խոսքը Լավրովի մասին է։ Երևի Ռուսաստանում ոչ մի adekvat անդիմախոս չկա, որ հարցնի. իսկ ինչով քեզ օգնեց քո այդ ողջ այսպես կոչված արսենալը Մոսկվան պաշտպանելիս։ Այդ ծիծաղելի մարդ, դու Բելարուսում ինչ կարող ես պաշտպանել։ Ոչ պակաս ծիծաղելի են Ռուսաստանի իդեմս Լավրովի սեփական դեմքը փրկելու փորձերը։ Այսպես կոչված ռուսական արտգործնախարարության ղեկավար Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսմանը ճշգրտության համար մեջբերեմ ցանկացած ժամանակ եւ այն պահից, երբ դրանք կանգեն առել, ասել է Լավրովը։ Նույն օրը ռուս դիկտատոր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ագրեսոր երկիրը պատրաստ է երկխոսության Եվրոմիության հետ։ Նրա խոսքով Եվրոմիության կողմից արդեն ինչ-որ փորձեր եղել են Ռուսաստանի հետ կապեր հաստատելու համար, երևի թե կոշտային է ակնարկում, պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Բրյուսելի հետ բանակցությունների, Ուշակովը դրական պատասխան տվեց։ Զգում եք, չէ, խառնվել են իրար։
Բայց քանի որ կրկեսագործներին արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում, բացի Կրեմլի ամենահավատարիմ կողմնակիցներից, երկար լռությունից հետո հայտնվեց Պուտինը, երևի բունկերից դուրս գալու ուղին էր մոռացել։ Ամենայն հավանականությամբ ՄԱԿ-ում Ամերիկայի հայտարարությունները նրա վրա այդպես ազդեցին, հայտնվեց Պուտինը եւ կրկնեց այնինչ ասում էին իր ենթակաները Լավրովն ու Ուշակովը, ասվածին ավելացնելով հիշատակումներ այսպես կոչված Կրեմլից բացի ոչ մեկին անհայտ Ստամբուլյան համաձայնագրերի մասին եւ ակնարկեց Ալյասկայում հանդիպման մասին Պուտինը։ Քաղտեխնոլոգ Աբբաս Գալյամովը կարծում է, որ Պուտինը Մոսկվային եւ այլ կարևոր օբյեկտներին հասցված հարվածներից հետո լռում էր, որպեսզի իրավիճակը ել ավելի չսրի եւ փորձի զսպել խոճապը։ Կրեմլի ղեկավարը լռում է, հուսալով, որ այդպիսով կկանգնեցնի ռուսների շրջանում տիրող խոճապը, որն աճում է Ղրիմին եւ Մոսկվային ուկրաինական դրոնների յուրաքանչյուր նոր հարվածով, սակայն այս մարտավարությունը ըստ Գալյամովի ամենայն հավանականությամբ չաշխատեց։ Ըստ ամենայնի, խոճապն առաջացել է ՄԱԿ-ում Ամերիկայի փոխդեսպան Դեն Նեգրեայի հայտարարության պատճառով, ով դեռ չգիտի, ասեմ, որ ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ Ամերիկան աջակցում է Ուկրաինային, բայց պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել։ Հղում անելով Թրամփին, ամերիկյան փոխդեսպանը ընդգծել է, որ ժամանակն աշխատում է Մոսկվայի դեմ, ռուսական բանակի հսկայական կորուստները, ամսական 40,000 զինվոր եւ ռուսական տնտեսության ծանր վիճակի պատճառով, ուստի Կրեմլը պետք է գնա գործարքի, ասել է ամերիկացի դիվանագետը։ Այս ֆոնին Ուկրաինան կոշտացնում է իր դիրքորոշումը, Կիևը կարող է վերանայել բանակցությունների իր առաջարկները, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շարունակի սպասողական դիրքորոշում որդեգրել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը, ընդգծելով, որ ռազմաճակատի գծով հրադադարն արդեն իսկ մեծ փոխզիջում է։ Միևնույն ժամանակ նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Պուտինի պատերազմն ավարտելու պատրաստակամությունը եւ կոչ է արել Ամերիկային տնտեսական ուժեղ պատժամիջոցներով ստիպել Ռուսաստանին գնալ խաղաղության։ Կրեմլում խոճապ կարող էին նաև առաջացնել լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ ասվում էր, որ մամուլը հղում անելով ուկրաինացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնել է, որ վերջերս կայացած փակ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը առանձնազրույցում Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել գործել ել ավելի վճռական։ Լրատվամիջոցների համաձայն Վաշինգտոնն այժմ խաղադրույք է կատարում իր դասական մոտեցման վրա խաղաղություն ուժի միջոցով, կամ ինչպես Կիևում են ասում, խաղաղության պարտադրում։ Ամերիկյան պաշտոնյաները լրագրողներին ուղղակիորեն չեն հաստատել տեղեկությունը, թե արդյոք Թրամփը հավանություն է տալիս Ռուսաստանի խորքերին հասցվող հարվածներին, բայց հասկացնել են տվել, որ Սպիտակ տունը աջակցում է ճնշման կոշտ արշավին, որպեսզի Կրեմլին ստիպի գնալ իրական բանակցությունների։ Եվ ահա 3 բունկերից դուրս եկավ Պուտինը ու սկսեց կուրսանտ աղջիկներին պատմել, թե իր զորքերը իբր ամենուր առաջ են շարժվում, իսկ ինքը միշտ պատրաստ է բանակցություններ վարելու այն պայմաններով, որոնք ես մեջբերեցի քիչ առաջ։ Միևնույն ժամանակ Պուտինը շարունակում է խուսափել Ուկրաինայի կողմից հասցված ծանր հարվածների թեմայից։ Միակ երկչոտ ակնարկը կարելի է համարել նրա երեկվա հայտարարության այն մասում, թե իբր Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ դա խանգարում է բանակցություններին։ Եթե թարգմանենք պարտվող դիկտատորի լեզվից, ապա նա պարզապես աղերսում է Զելենսկուն չհարվածել Ռուսաստանին։ Պուտինը նաեւ դժգոհել է, որ արևմտյան երկրները շարունակում են դրոններ մատակարարել Ուկրաինային, տեղակայում են ռազմական արտադրություններ եւ արտադրանքն ուղարկում Ուկրաինայի կարիքների համար։ Նկատում եք, թե ինչպես է հալվում Կրեմլի սառցե սիրտը։ Սա իրավիճակն է գետնի վրա, ինչպես նախկինում սիրում էր կրկնել դիկտատոր Պուտինը, իսկ իրավիճակը գետնի վրա փոխվում է ոչ թե Պուտինի զինվորների կողմից իմիտացիոն դրոշակներ տնկելով, այլ նրանով, թե ինչ է կատարվում Ղրիմում եւ հիմա արդեն կարելի է ասել ողջ Ռուսաստանում։ Կարծում եմ մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները արդեն տեղյակ են, թե ուր է հասել վառելիքային ճգնաժամը։ Իդեպ վերադառնալով Պուտինի այդ զինվորներին, ովքեր դրոշակներ են տնկում եւ լուսանկարահանվում, ասեմ, որ դրանք կամ անմիջապես, կամ ասենք մի ժամվա ընթացքում ոչնչացվում են ուկրաինական զորքի կողմից, այնպես որ դրանք պարզապես կամիկաձեներ են, որոնք գալիս են ռուսական դրոշով ինչ որ վայրում նկարվելու համար եւ դրանից հետո ոչնչացվում են։ Գերմանական Bild պարբերականը առանձնացրել է 4 գլխավոր խնդիր, որոնց բախվել է Պուտինը Ռուսաստանի տարածքին եւ ռազմական օբյեկտներին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների
պատճառով ուկրաինական բանակը փակուղային իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, համատեղելով արդյունավետ հարվածները լոգիստիկայի կործանման հետ, ինչը հանգեցրել է Ղրիմի մեկուսացմանը եւ պատերազմի տեղափոխմանը Ռուսաստանի տարածք, արդյունքում Ռուսաստանի զինված ուժերը կրում են մեծ կորուստներ, իսկ դրոնների գործողությունները մարտական առօրյան դարձրել են Ռուսաստանի բնակիչների ամենօրյա կյանքի մի մասը։ Իդեպ անդրադառնալով վառելիքային ճգնաժամին ասեմ, որ վառելիքային ճգնաժամը միայն դատարկ ավտոլցակայանների մոտ գոյացող հերթերը չեն, կամ ինքնաթիռները ավիավառելիքի փոխարեն բենզինով լիցքավորման փորձերը։ Սա շատ ավելի ծանր գործընթաց է, որի շուրջ ռուսները մտածելու ժամանակ ունեն հենց նույն ավտոլցակայանների հերթերում կանգնած։ Ընդհանրապես կակնարկեմ մի ոլորտ, որը սովորական ռուսաստանցիները հաճախ բաց են թողնում բենզինի կամ դիզվառելիքի փնտրտուքի տենդագին վազքի մեջ։ Լավ կլինի, որպեսզի նրանք մտածեն, իսկ ինչ կլինի բերքի հետ։ Կկարողանան արդյոք ռուս ագրարյաները այս պայմաններում բերքը հավաքանել, երբ վառելիք չկա, եւ եթե հանկարծ ինչ-որ հրաշքով կարողանան, ապա դա նրանց վրա որքան կնստի, որքան կարժենա նույն հացը կամ այլ մթերքները, նույնիսկ դրանց հիպոթետիկ արկայության դեպքում։ Մտածեք այս մասին, ռուսաստանցիներ, մտածեք հիմա, քանի դեռ մի փոքր ժամանակ ունեք բենզինի հերթերում կանգնած, հետո մտածելու ժամանակ չի լինի։ Այստեղ ռուսաստանցիների համար երկու տարբերակ կա, կամ զանգվածային սով կամ մասնակի սով, այսինքն որոշ մթերքներ կարող են լինել, բայց դրանց գները կլինեն անհասանելի, իսկ էությունը նույնն է։ Իսկ ովքեր չեն ուզում տառապել սովից, պետք է փորձեն իրենց երկրում նոր իշխանություն ունենալ, փոխել ռեժիմը, փոխել իրենց իշխանությունը, հեռանալ ուկրաինական բոլոր տարածքներից, ինքնուրույն ապառազմականացվեն Ուրալից արևմուտք ընկած ողջ տարածքում։ Դա պետք է ռուսաստանցիները անեն ինքները, հենց իրենք, այլապես դա նրանց փոխարեն կանեն նրանք, ովքեր ռուսաստանցիներին հաճելի չեն։ Անդրադառնալով Ղրիմի իրավիճակին, ասեմ, որ երեկվա խոցումների մասին հայտարարելիս անօթաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին ռելիզը հրապարակեց «Մոսկվան կկործանվի Ղրիմում» բառերով, ասեմ, որ հունիսի 23-ի գիշերը Ղրիմի եւ օկուպացված այլ տարածքների ավելի քան 60 ռազմական օբյեկտներին կործանիչ հարվածներ են հասցվել։ Գործողության արդյունքում ոչնչացվել են հակառակորդի հոբ համակարգեր, նավթի ամբարներ, հրթիռակիրներ, ինչպես նաև հատուկ գործողությունների ուժերի կողմից պայթեցվել է հյուսիսղրիմյան ջրանցքի երկաթուղային կամուրջը, ինչը ըստ բրիտանական Times-ի վկայում է արդեն թերակղզու լիակատար լոգիստիկ պաշարման մասին։ Դա եթե հաշվի չառնենք, այսպես ասած, վիրավոր Ղրիմի կամուրջին, որը անցած եթերում ասացի, որ թողնվել է ռուսների նահանջի համար։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը մեր Telegram-ում են, բայց սա դեռ ամենը չէ ուկրաինական հարվածների մասին, դեռ լուրեր շատ կան։ Ես ձեզ մաս-մաս կներկայացնեմ, մինչև եթերի երկրորդ մասում ամենաթարմ հարվածներին հասնենք։ Տեղափոխվենք մի քիչ ավելի մոտ այն տարածաշրջանին, որտեղ գտնվում է մեր Հայաստանը։ Դե ինչ, Իրանն ու Ամերիկան դեռ չէին հասցրել տներով ցրվել, այսպես կոչված բանակցություններից հետո, երբ Թեհրանի ահաբեկչական ռեժիմը արդեն շտապեց հայտարարել, թե թույլ չի տա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտները։ Դե սա հասկանալի է, նրանք պարզապես չեն ուզում, որ ողջ աշխարհը ՄԱԳԱՏԷ-ի միջոցով իմանա իրենց խայտարակության մասին, բայց ոչ միայն դա, չէ՞ որ օբյեկտները ոչ միայն զգալիորեն տուժել են հարվածներից, այլև Իրանի խորամանկ ռեժիմը պարզապես փորձում է ժամանակ շահել, թաքցնել իրական պատկերը ՄԱԳԱՏԷ-ի թիկունքում գաղտնի շարունակելով միջուկային զենք ստեղծելու փորձերը, բայց եկեք նայենք թվերին եւ մի լավ ծիծաղենք այս աշխարհակործան ռազմավարների վրա, նաեւ նրանց վրա, ովքեր աջակցում են Իրանի ահաբեկչական ռեժիմին։ Պատերազմի ընթացքում Իրանին հասցվել է ավելի քան 270 միլիարդ դոլարի վնաս, պատկերացնում եք, եւ այս ամենից հետո Սպիտակ տունը նրանց համար բացում է ընդամենը 12 միլիարդ դոլարի սառեցված հաշիվներ ըստ նոր պայմանավորվածությունների, այն էլ բացառապես ամերիկյան ծորեն եւ սոյա գնելու համար։ Այսինքն Իրանի իսլամական ֆանատիկները երկիրը հասցրին կործանման, կորցրին 270 միլիարդից 300 միլիարդ դոլար, իսկ հիմա ցնծում են երևի, որ Թրամփը իրենց թույլ է տվել իրենց իսկ ողորմելի գումարներով Ամերիկայից հաց գնել, որպեսզի սովամահ չլինեն։ Ավելին, Թրամփը արդեն հասցրել է բարձրաձայն ծիծաղել նրանց վրա իր սոցիալական ցանցում, հայտարարելով, որ Թեհրանը չնայած իր բոլոր էժանագին հերքումներին ստորագրել է ամենաբարձր մակարդակի միջուկային ստուգումների տակ, հավերժ հեռանկարով ցիտեցի Թրամփին, այսինքն
Իրանը նրանց վզին հավերժական միջուկային թոք են գցել, իսկ իրենք դեռ փորձում են թամաշա շոու ստեղծել սեփական լսարանի առաջ եւ երևի թե այն միամիտների, ովքեր իմ եթերների տակ պնդում են, որ Իրանը իբր թե հաղթել է, իսկական դիվանագիտական կապիտուլյացիա եւ նվաստացում է սա իրանյան ռեժիմի համար։ Միևնույն ժամանակ Իսրայելն էլ ձեռքերը ծալած չի նստում, նոր հարվածներ է հասցրել Լիբանանին, իսկ եթե Իրանը հանկարծ համարձակվի նոր ռազմական դեմարշների դիմել, ապա Իսրայելը կարող է կրկին հարվածել հենց Իրանին, եւ այստեղ Թրամփն արդեն ոչինչով չի կարող օգնել Իրանի ահաբեկիչներին։ Իհարկե, Թրամփի համար կարևոր են ընտրությունները, բայց հրեական լոբիի ճնշումը ոչ պակաս կարևոր գործոն է, այնպես որ Թրամփը կփորձի մանևրել, բայց բացահայտ կոնֆրոնտացիայի չի մտնի Իսրայելի հետ։ Նման հակամարտությանը ոչ մի քաղաքական գործիչ չի դիմանա։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել լայքել այս եթերը եւ հնարավորինս տարածել սոցցանցերում։ Ձեր աջակցությունը շատ զգալի է եւ կարեւոր ալիքի առաջխաղացման համար։ Ընդամենը 1 լայք եւ 1 տարածում ձեզանից, բայց հսկայական օգուտ ալիքին եւ Պուտինյան ստի դեմ պայքարին։ Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք։ Նախորդ թողարկման տակ որոշ մարդիկ գտնվելով ռուսական քարոզչության ազդեցության տակ փորձում էին կրեմլյան նարատիվներ տարածել։ Կարճ պատասխանեմ, Ուկրաինայի հայերը ունեն իրենց պատմությունը եւ իրենց պատմական դիրքորոշումը։ Մեր հայրենակիցները այստեղ ապրում են վաղուց եւ նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ուկրաինա-լեհական հարաբերությունները, մենք միշտ եղել ենք կապող օղակ, այնպես որ կխնդրեմ ավելի քիչ լսել Կրեմլին կամ նրանց, ովքեր սպասարկում են պուտինյան շահերը։ Իդեպ վերադառնալով սկանդալային թեմային, որն ավելի մանրամասն նկարագրել էի նախորդ թողարկմանը, հավելեմ, որ միայն վերջին 2 տարվա ընթացքում ուկրաինական բանակում հայտնվել են ուկրաինական ապստամբական բանակի հերոսների հետ կապված մոտ 2 տասնյակ ստորաբաժանումներ, եւ դա նույնիսկ հենց Նավրոցկուն Լեհաստանում նախագահության օրոք, բայց մինչ այդ նա լռում էր։ Պետք է հասկանալ, որ ընթանում է ներլեհական քաղաքական պայքար, ինչպես նաեւ Լեհաստանի նախագահի քայլերում կան քաղաքական նրբերանգներ Եվրոմիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Մեզ համար ամենակարևորը այն է, որ ուկրաինացի եւ լեհ ժողովուրդները արդեն վաղուց միմյանց նայում են բոլորովին այլ կերպ, քան կցանկանային որոշ քաղաքական գործիչներ։ Սովորական մարդիկ լուծում են իրենց առօրյա հոգսերը միասին, թողնելով քաղաքականությունը քաղաքական գործիչներին։ Դե իսկ քանի դեռ ռուսներին նախապատրաստում են իրենց ավանդների բռնագրավմանը պատերազմը շարունակելու համար, այս մասին մեր լսարանից շատերը արդեն վստահ եմ կարդացել են մեր տելեգրամյան ալիքում։ Դե Պուտինին փող է պետք, վերջի շանսը ռուսաստանցիների փողերը խլելն է, բայց դա էլ նրանց չի օգնելու, ուկրաինական զորքերը շարունակում են հնձել օկուպանտների բանակը։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարը հանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 472 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն զորքերը կորցրել են եւս 2650 զինվոր եւ ավելի քան 4963 միավոր տեխնիկա, անօդաչ ու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչեւ օրս թշնամու ընդհանուր կորուստները արդեն կազմել 1,395,790 զինծառայող։ Զգում եք չէ, ինչպես է ձնագնդի պես մեծանում ռուսների կորուստների թիվը։ Այս ֆոնին Ուկրաինայի հարվածների պատճառով Մոսկվայում Պուտինին խորհուրդ են տալիս Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները հետաձգել կամ նույնիսկ չեղարկել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների ՖՍԲ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը Պուտինին առաջարկել են հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները։ Որպես փաստարկ նրանք նշում են ռուսական տնտեսության խնդիրները եւ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հրթիռային եւ դրոնային հարվածները, որոնք վերջին շրջանում զգալիորեն ուժեղացել են։ Միևնույն ժամանակ Ամերիկայում տեղի են ունեցել ոսկե գմբեթ հակահրթիռային համակարգի առաջին փորձարկումները ուղղված Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ։ Փիթեքսեթը հայտարարել է, որ Ամերիկայում ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումները անցել են հաջողությամբ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կարծում է, որ Պուտինը պատրվակ է փնտրում Եվրոպայում նոր մեծ պատերազմ սանձազերծելու համար։ Ռուսական հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածքում նախապատրաստում են կեղծ դրոշի ներքո սադրանք, որպիսի ի պատասխան դրան նոր ագրեսիա իրականացնեն։ X սոցիալական ցանցի իր էջում այս մասին զգուշացրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նրա տվյալներով Ռուսաստանի հատուկ ծառայությունները ծրագրում են սադրանք կազմակերպել Ռուսաստանի տարածքում
այն ներկայացնելով որպես այլ պետության գործողություն, դա հնարավորություն կտա ռուս դիկտատոր Պուտինին իբր պատասխանել։ Սիկորսկին չի հստակեցրել, թե որ երկրի դեմ է Ռուսաստանը նոր ագրեսիա նախապատրաստում, նա միայն հիշեցրել է, որ նմանատիպ օպերացիա 1939 թվականի օգոստոսին իրականացրել է գերմանական Abwehr հատուկ ծառայությունը, այն ժամանակ գերմանական հատուկ ծառայությունը կազմակերպեց լեհական այսպես կոչված հարձակումը Գլիվիցեի ռադիոկայանի վրա, ինչը Գերմանիային հիմք տվեց հարձակվելու Լեհաստանի վրա, դրանով իսկ սկսելով երկրորդ համաշխարհային պատերազմը։ Սիկորսկու կարծիքով Պուտինը կարող է վարվել նույն կերպ, որպեսզի իր համար պատրվակ ստեղծի նոր պատերազմի համար։ Հասանք եթերի ամենասպասված մասին։ 26 թվականի հունիսի 24-ի գիշերը ուկրաինական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի միանգամից ավելի քան 20 մարզերի, ինչպես նաև օկուպացված Ղրիմի ռազմավարական օբյեկտներին։ Օրենբուրգի մարզում ուկրաինական բանակը խոցել է գազավերամշակման խոշոր գործարան, միաժամանակ հարձակմանը ենթարկվել Նիժնի Նովգորոդի մարզի Լուկոյլ նավթավերամշակման գործարանը։ Ղրիմում հարվածի տակ են հայտնվել Սակիի եւ Նավաֆյոդրովկայի ռազմական օդանավակայանները, ինչպես նաև դեֆիցիտային արդեն դարձած S-400 եւ Պանցիր հոբ համակարգերը։ Ինչպես նշել է ուկրաինական բանակի գեներալ Նիկոլայ Մալամուժը, այս հաջող հարձակումները ծանր վնաս են հասցրել թշնամու ավիացիային եւ պաշտպանությանը, ինչի պատճառով թերակղզում խուճապ է սկսվել, իսկ ռուս ուժայինները ՖՍԲ-ի աշխատակիցները շտաբ կարգով տարհանում են իրենց ընտանիքները։ Ըստ գեներալի, հարձակումների մանրամասները հաստատում են, որ ուկրաինական ուժերը հաջողությամբ խաթարում են լոգիստիկան եւ Ռուսաստանի Դաշնության խորը թիկունքում գտնվող պաշտպանական ձեռնարկությունների աշխատանքը։ Ուկրաինական գլխավոր շտաբը հայտնել է, որ Մոսկվայի մարզի Դուբնա տիեզերական կապի կենտրոնին հասցված հարվածի արդյունքում խոցվել է Մարկ 4.32 մետրանոց ալե հավաքի համալիրը, որն օգտագործվում էր արբանյակային կապի համար, ինչպես նաև դրանքից տեխնիկական շենքը։ Բացի այդ, մասնակիորեն ավերվել է գլխավոր արտադրական վարչական մասնաշենքի պատը, որտեղ տեղակայված էին կապի գծերի կենտրոնական սարքավորումները եւ արբանյակային ցանցի կառավարման վահանակը։ Այս ռազմավարական օբյեկտը օգտագործվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից զորքերի կոորդինացման, հետախուզության եւ ռազմական կապի ապահովման համար։ Ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով Ուկրաինան կտրուկ ավելացրել է հարվածների քանակն ու դրանց խորությունը Ռուսաստանի թիկունքային օբյեկտների ուղղությամբ, միայն մայիս եւ հունիս ամիսներին ֆիքսվել են հարյուրավոր հարվածներ ռուսական տեխնիկայի, լոգիստիկայի եւ հատկապես նավթային օբյեկտների թիրախներին, ինչն արդեն իսկ էականորեն ազդում է օկուպացիոն զորքերի մատակարարման վրա։ Դե ինչ բարեկամներ, այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ ջեր մթնոլորտի ձեր ակտիվության համար, մինչև անջատելը նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, կհանդիպենք ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը, հաջողություն ձեզ։